Եվ հիմա գաբ հաստատեցինք Անի Գինոսյանին հետ Պարիկալուստ Գոմիդաս ռադիոժամ, լավ ես? Ողջույն, շատ ուրախ եմ գտնվել ձեր ռադիո եթերում, լավ եմ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք? Շատ լավ ենք, նախ եւ առաջ գուզենք հարցնել Կարին Ավանդաղան բարի երգի հիմնադրության մասին, երբ եղավ, ով հիմնադրեց? Խմբի հիմնադիրը հայրս է, Գագիկ Գինոսյանը, խումբը հիմնադրվել է 2001 թվականին, մինչ 2001 թվականը հայրս եղել է Հայրիկ Մուրադյանի աշակերտը 1988 թվականից, այնուհետև Պարելևան և ակունք ավանդական համույթներում, որից հետո որոշակի դադար է ունեցել և 2001 թվականին արդեն հիմնել է Կարին։ Եվ սկիզբները, այս խումբի սկիզբները ինչպես եղան? Փորձեր Այո, իրեն ի սկզբանե կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանն է դրդել, որպեսզի խումբ բացի, ծանոթացել են և երբ տեսել է, թե ինչպես է հայրս պարում, ասել է, որ դու պարտավոր ես խումբ ունենալ, այդպես ծիծաղել են, ոնց որ անցել է, և մի քանի ամիս հետո այդ մարդը Ծովակ Համբարձումյանը հորս եկել ու ասել է, որ վաղը քո խմբի առաջին ժողովն է, Եվ այդպես պարզվում է, որ առանց հարցնելու ինքը հավաքագրել է երեխաների և այդ երեխաների ծնողների հետ ժողով է հրավիրել։ Կարճ ժամանակ երեխաների խմբի հետ աշխատելուց հետո Գագիկ Գինոսյանը հասկանում է, որ այն ինչ որ ինքն ուզում է անել ազգային պարարվեստում, չի կարողանա անել միայն փոքրերի խմբով և հավաքագրում է արդեն մեծերինը, Կարինը։ Եվ գիտենք, որ ամեն ամիս վերջին ուրբաթ օրերը կասկադ գրթան, հայ ժողովուրդը գմիանա, ասկակրական բարերը գբարեն, ինչպես սկսավ գադարել այս հավաքույթները, նպատակը որն է? Երկար ժամանակ նախ կային մի քանի խնդիրներ, որոնց որ մենք ուզում էինք անդրադառնալ, դրանցից մեկը այն էր, որ Հայաստանում հատկապես սովետական միությունից հետո կա շատ մեծ կոմպլեքս, մարդիկ ամաչում էին իրենց ինքնությունից և նաև ամաչում էին իրենց մշակույթից, համարելով, որ դա ցածրակարգ մշակույթ է ի տարբերություն մեր հարևան երկրների ժողովուրդների ունեցածի, և այս խնդիրներից մեկը մարդկանց իրական ավանդական մշակույթը տեղ հասցնելն էր և այդ կոմպլեքսից հայերին ձերբազատելը։ Եվ երկրորդ կետն էլ նա էր, որ ըստ մեր գաղափարախոսության, ըստ Կարինի գաղափարախոսության ընդհանուր առմամբ, հայ մարդը պիտի լինի ինքնաճանաչ և դրանից հետո նոր ինքը կարող է լինել նաև հայրենաճանաչ և հայրենատեր և այս ինքնաճանաչության ճանապարհը անցնում է անպայման ավանդական մշակույթի միջով, ոչ միայն, բայց նաև գլխավոր կետերից մեկը հենց ավանդական մշակույթն է։ Եվ այդպես մի փոքր մտորումներից հետո, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ավանդական երգն ու պարերը, ավելի մասնավորաբար պարերը, որովհետև հայրս պարերի մասնագետ էր, ինչ կարող ենք անել, որպեսզի դրանք ավելի հանրային բնույթ ունենան և ավելի շատ մարդիկ կարողանան սովորել, կիրառել և նաև մի խնդիր էլ կար մնացած սովետական միությունից, որ արհեստական բաժանում էր մտցվել հանդիսատեսի և բեմում ելույթ ունեցող արտիստների միջև, այսինքն հանդիսատեսը միշտ մնում էր իր հանդիսատեսի դիրքով և նրան կարծես երբեք հասանելի չէր այն, ինչ որ կատարվում է բեմում։ Իսկ իրական ավանդական մշակույթը չի ունեցել հանդիսատես և բոլոր մարդիկ եղել են դրա մասնակիցը ուղղակի կրողը և այս բոլոր գաղափարները իրար հետ զուգադրելով հասկացանք, որ պիտի ինչ-որ մի ձևաչափ մտածենք, որտեղ որ մարդկանց կկարողանանք սովորեցնել պարել, որպեսզի իրենք այդ պարը իմանան, տիրապետեն և ինչու չէ կարողանան կիրառել առօրյայում։ Եվ այսպես առաջացավ այդ միտքը, որ փորձենք բաց դասեր անել, բաց ուղղակի բոլորին սովորեցնենք, ովքեր որ ցանկություն ունեն սովորելու։ Առաջին այդպես բաց դասը ունեցել ենք 2005 թվականի դեկտեմբերին, որի ժամանակ, եթե խմբի անդամները 12 կամ 15 հոգի էին, սովորող մարդիկ, ովքեր եկել էին սովորելու, մեզնից բացի 5-6 հոգի էին։
Բայց այդ համառությունը, որը մենք ունեցանք 2005 թվականից ի վեր, մեզ օգնեց այսօր հասնել նման մեծ քանակներով պարուսուցումների, որտեղ մենք էլի շարունակում ենք լինել 12-15 հոգի, սովորեցնողները, իսկ սովորող հանրությունը երբեմն գերազանցում է 2000-ը։ Շատ լավ աշխատանք մնը պահպանելու ու դարազելու մեր հայ մշակույթը։ Նաև գուզեմ հարցնել, երբ սկսան սորվեցնել հայկական բարը դպրոցներուն։ Ինչպես սկսավ այս կառավարումը։ Ընդհանուր առմամբ հայրս շատ համակարգային մտածելակերպ ունեցող մարդ էր եւ բարեբախտաբար 2011 թվականին ինքը առաջարկ է ստանում դասավանդելու հայաստանյան այբ դպրոցում, որն էլ հենց հանդիսանում է առարկայական ծրագրի համար, այսպես ասած, լաբորատորիա, եւ մի քանի տարի այնտեղ դասավանդելուց հետո նախարարությունն էլ այդ նույն ընթացքում հայտարարում է բաց մրցույթ ծրագրերի եւ ինքը գրում է իր հեղինակային ծրագիրը, իհարկե երաժշտագետների օգնությամբ, որովհետեւ առարկան կոչվում է ազգային երգ եւ պարտ, իրեն աջակցել են այդ ժամանակ անվանի երաժշտագետներ, ինչպիսիք են Տիկին Մարգարիտ Սարգսյանը, Տաթևիկ Շախբուլյանը եւ միասին կազմելով այդ ամբողջ ծրագիրը, ծրագրի մեջ նաեւ ընդգրկելով ոչ միայն Գագիկ Կինոսյանի հավաքագրած պարերը, այլ նաեւ մյուս հայ մեծանուն պարահավաքներից Սրբուհի Լիսիցյան, Կոմիտաս, Ռուդիկ Հարոյան, այսպես փորձել համապարփակ ծրագիր է ստացել եւ ծրագիրը փորձնական Հայաստանի դպրոցներում սկսել է դասավանդվել 2013 թվականից, առաջին տարում ընդամենը 13 դպրոցում է եղել եւ դրանից հետո արդեն հաջորդ տարում ավելացել են եւս 100 դպրոց եւ այսպես ծրագիրը սկսել է թափ հավաքել, այսինքն ծրագիրը արդեն գրեթե 12 տարեկան է։ Եվ նպատակը ինչ էր այս ազգային երգ ուղղար սորվեցնել դպրոցներու մեջ։ Նպատակը երկարաժամկետ է իրականում, հիմնական նպատակը փոքր տարիքից, առարկան դասավանդվում է 5-րդ դասարանից սկսած, որտեղ երեխաները 10 տարեկան են մոտավոր, որ այդ տարիքից, երբ որ իրենք ի վիճակի են եւ որոշակի ռիթմիկ վարժություններ կատարել, շարժվել, գիտեն աչը, ձախ արդեն տիրապետում են, այս տարիքում իրենց սիրուն ձևով, գեղեցիկ ձևով մատուցել ավանդականը, որպեսզի իրենց մոտ սերը եւ գոնե թե իմացությունը ավանդականի ձևավորվի դեռևս դպրոցահասակ տարիքից։ Գիտենք, որ հիմա վտանգ կա, որ այս դասընթացը հանեն դպրոցներուն, պատճառը ինչ է։ Հանելու վտանգ այս պահին դեռևս չկա, իրականում խնդիր երկու տեսակի խնդիր կա, մեկը այն է, որ ուսուցիչների վերապատրաստումները իրականանում էին մեր կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո եւ այդ հովանավորչությունից արդեն 2 տարի է այս պահին հովանավորչությունը, այսպես ասած, կասեցված է եւ մյուս վտանգն էլ այն է, որ առարկայի անցկացումը թողնվում է դպրոցական մանկավարժական խորհրդի կամեցողության, այսինքն հրավիրվում է մանկավարժական խորհուրդ եւ այդտեղ մանկավարժները ընտրում են, թե արվեստ բաժնի որ առարկաները իրենց դպրոցում պետք է ուսումնասիրեն երեխաները։ Եվ ինչպես կգնահատես մշակույթի արժեքը այսօր Հայաստանի մեջ։ Իրականում ավանդական մշակույթը բավականին մեծ զարգացում է ունենում եւ դրա վկայությունն են նաեւ օրինակ այս տարվա վերջին զանգին արված բոլոր միջոցառումները հանրապետության մասշտաբով, որտեղ գրեթե յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ դպրոցը ավանդական պարերով էին արել միջոցառումը եւ այստեղ էլ մենք բախվում ենք մեր ցանած ծիլերին, էլի այսպես ասած, բայց կարծում եմ սա արվում է թերևս ոչ պետական մակարդակով, այսինքն սա էլի դպրոցների, տնօրենների, կազմակերպիչների, պարուսույցների հայեցողության ներքո է իրականում եւ բարեբախտաբար, որ այդտեղ ունենք հիմա կարծում եմ մի քանի անգամ ավելի կիրթ հասարակություն, քան սրանից 20 կամ 30 տարի առաջ։ Եվ ինչ դեղ ունի ղարավարության օրագարկի ծրագրի մեջ այս օրերուս այս մշակույթի արժեքը։
Մի հատ էլ հարցը կտակ, սկիզբը ճիշտ ասած չլսվեց։ Ինչ դեղ ունի Գարավարության օրագարկի ծրագրի մեջ այս մշակույթը դարազել այս արժեքը։ Ճիշտ ասած կառավարության փոխարեն ես չեմ կարող ասել, ամեն դեպքում կարծում եմ ինչ որ քայլեր փորձեր արվում են, բայց փորձը ցույց է տալիս, որ անհատները եւ այն մարդիկ, ովքեր ուղիղ կառավարության հետ չեն առնչվում, ավելի շատ գործ են կարողանում անել։ Լավ, շատ շնորհակալություն այս գավակցության համար, չեմ գերետ ունիս ուրիշ բան ավելցնելու համար, բայց շատ լավ աշխատանք գնեն դարազելու մեր մշակույթը։ Շատ շնորհակալություն։ Ես կուզեի նաև ավելացնել, որ 2023 թվականից նաև ռազմապարերն են դասավանդվում Հայաստանի Հանրապետության բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում, որը մեզ համար եւս մեծ ձեռքբերում է, որովհետեւ 2009 թվականից սրա համար պայքարել ենք։ Եվ այստեղ սպաները սովորում են ռազմապարեր եւ այդ ռազմապարերը պիտի հետո փոխանցեն իրենց զինվորներին, սա եւս մեզ համար շատ մի կարևոր նախագիծ է, որովհետեւ կարծում ենք, որ ռազմապարերը մեծապես նպաստում են ռազմական ոգու արթնացմանը զինվորների մոտ, ինչի պակասը մենք այսօր ունենք թերևս։ Եվ այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ, անչափ շնորհակալ եմ հրավերի եւ անդրադարձի համար եւ հուսամ, որ եթե Ուրուգվայում կան հայկական խմբեր, իրենք եւս պիտի փորձեն վերագտնել ավանդականը։ Այո, հոսունինք դարբեր բարախումբներ, ճիշտ ասած, մեր Շիրազ բարախումբը, համազգայինի Շիրազ բարախումբը կնաց Հայաստան 2023-ին, ուրիշ անգամներ այլ կնաց, բայց գրցան Գայգինոսյանին հետ բարել, մենք շատ ուրախ ենք, որ այս հավաքույթներ ունենք եւ շատ շնորհակալություն կողակցության համար։ Ես էլ եմ անչափ շնորհակալ։ Ցտեսություն։ Ցտեսություն։